Բնականաբար Վան եւ Ուրմիա լճերի միջև ընկած այս տարածք եւ հարավ Կորդուկ, հա, այս մեր պատմական Հայաստանի մեծ հայքի Կորդուկ նահանգի տարածք, իրանք շատ ավելի փոխառնչությունների մեջ էին Միջագետքի հետ, բայց ընդհանուր առմամբ մենք ունենք ընդհանուր ընկալումներ, հա, նույնատիպ կիկլոպյան ամրոցներ, սև խեցեղեն, հասարակության ռազմականացում, զենքերն են նույնը, թաղման ծեսնա նույնը, այսինքն ինչ որ բաներ, ես չեմ խոսում, հա, էթնիկության մասին, տարբեր ընկալումներ այս լեռնաշխարհի տարածքը միավորում էր, մենք ունենք գոնե մշակութային ընդհանրություններ ունեցող եւ այս առումով կարելի է ասել, որ որոշակի առանձնահատկություններով հայկական լեռնաշխարհի գրեթե ամբողջ տարածքը միատար է ուշ բրոնզի դարից առնվազն սկսած։ Հա։ Եվ այստեղ ինչա տեղի ունենում։ Այստեղ տեղի են ունենում մի քանի կարևոր իրադարձություններ։ Տեսեք, այս ցեղերը, որ կային, իրանք իրար հետ նաև պատերազմում էին, իրանք իրար հետ հարաբերվում էին, իրենք նաև այն ժամանակվա, այսպես ասած, աշխարհի տարբեր քաղաքական զարգացումների մաս էին կազմում, որովհետև ինչպես այսօր, այն ժամանակ էլ աշխարհում կային տարբեր ալյանսներ։ Այդ եւ հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներ պետք է ընտրեին, թե իրանք որ ալյանսին են, որ ուղղությանն են հարում, այսպես ասած, հա, ինչպես այսօր է մեզ մոտ։ Մեկը շատ դա խեթական, այսպես ալյանսներ եւ բնականաբար այդ ծոփքի, աղձնիքի այդ հատվածները ավելի շատ հարում էին դեպի խեթական այս ալյանսին։ Մյուսը դա Եգիպտոս, Միտանի, Ասորեստան, հա, այս մի ալյանսն էր, Բաբելոն, Կասիտական Բաբելոն եւ օրինակ նյութը նաեւ հնագիտական նյութը եւս փաստում է դա նույն մեծամորից հայտնաբերված նույն Կասիտական Բաբելոնյան օրինակ կնիքը, Գորդ կշռաքարը հայտնի, նույն օրինակ Եգիպտամիտանիական կնիկները գտնված մեր Հայաստանի տարբեր հնավայրերից, եգիպտական կոյաբզեզները, այսինքն սա խոսում է այն մասին, որ օրինակ այս մեր Հայաստանի Հանրապետության այս տարածքը, որտեղ մենք կանք, ինքը ամենայն հավանականությամբ հարել է այդ Եգիպտոս, Կասիտական Բաբելոն, այդ դաշինքին, հա, սա շատ հետաքրքիր է, եւ լինում են փոխառնչություններ, առևտուր, տարբեր տեսակի փոխառնչություններ, նաև ինչ որ առումով նաև իմաստության, այսպես իմաստության փոփոխություն, իրար երբ որ նաև հոգևոր արժեքների փոխառնչություններ, սինկրետացում եւ այսպես մենք կարող ենք շարունակել։ Բայց ասպարեզ է գալիս մի շատ հավակնոտ ուժ, որը ասորեստանյան պետությունն էր։ Եվ ասորեստանյան տերությունը կամանց սկսվում է արդեն վերածվել բավական հզոր խաղացողի։ Եվ տեղի են ունենում, սկսում են տեղի ունենալ արշավանքներ դեպի հայկական լեռնաշխարհ։ Հայկական լեռնաշխարհում այդ ժամանակ մեզ հայտնի են տարբեր երկրանուններ, տարբեր ցեղանուններ, որոնցից ամենահայտնին հիշատակվում են Նայրի անունով։ Նայրին ինքը եւս ուներ, այսպես բաղկացած էր տարբեր ցեղերից, որոնց առաջնորդները անվանում էին արքաներ։ Հա, մենք ունենք 40-ից ավել հիշատակություն Նայրի արքաների, 60 արքաների Նայրի։ Հա, այսինքն պատկերացրեք այն տարածքը, որը մի կիկլոպյան ամրոց ուներ կամ մի քանի կիկլոպյան ամրոց ուներ եւ որոշակի տարածք, ինքը իրեն հռչակում էր այսպես արքա եւ այդպես իրենք հիշատակում են ասորեստանյան աղբյուրներում։ Նույնը իդեպ երբ որ Վանի թագավորության, հա, Արարատի թագավորության արքաներն էին արշավում այս կամ տեղ, նույն օրինակ այս տարածքները Սևանի ավազան, օրինակ հիշատակում է Վելիքուխի երկրի 23 արքաների մասին։ Վելիքուխին դա Գեղարքունիքն է, այսօրվա Գավառի տարածաշրջանը եւ պատկերացրեք այդ մի փոքր տեղը 23, հա, որ հաշվում է այնտեղ 20-ից ավել, հա, կիկլոպյան ամրոցներ կա, գուցե մի քիչ ավել, այսինքն ամեն մեկը, ով որ տիրում էր կիկլոպյան ամրոցի, իրեն անվանում էր արքա։ Եվ ինչա տեղի ունենում, երբ որ ասորեստանյան արշավանքները տեղի էին ունենում,
բնականաբար ասորեստանյան արշավանքները սպառնալիք էին լեռնաշխարհի համար։ Եվ երբ որ մենք ունենք սպառնալիք, մենք սկսում ենք միավորվել, ընդդեմ համախմբվել այդ սպառնալիքի հետ, երբ որ մենք օրինակ պատկերացրեք կարող ենք լինել կողքի դուք լինեք կողքի բակում մենք մյուս բակում, հա, եւ կարող է իրար հետ նույնիսկ կռվենք, վիճենք, բայց երբ որ մեկը ուրիշ գալիս է մի հատ ուժ, մենք հասկանում ենք, որ եթե մենք չմիավորվենք, այդ ուժը մեզ տիրելու է, մեզ հաղթելու է, դրա համար մեզ պետք է միավորվել։ Այստեղ նույնիսկ, այսպես ասեմ, կարևոր չի էթնիկությունը, կարևորը ընդհանուր գաղափարն է։ Եվ այս առումով հայկական լեռնաշխարհին, այս ասորեստանյան նվաճողական նկարտումները մեծապես նպաստում են, որպեսզի լեռնաշխարհի տարածքի մի մասը կոնսոլիդացվի եւ միավորվի այս նայրի կոչվող ուրեմն այս երկրի այս համադաշնության շուրջ, որը նաև ինչ-որ առումով տեղ կա կարելի է դիտարկել որպես տարածքային ընկալում, տարածքային միավոր, բայց նաև կարելի է ընկալել որպես գաղափարական ընկալում։ Եվ բնականաբար ասորեստանյան արքաները արշավում էին այս տարածք, նվաճում էին, իրենց դիմադրում էին, վերցնում էին պատանդ արքայազների, իսկ այդ արքայազները կարող էին հետ գալ եւ սկսեին արդեն ասորեստանյան դաստիարակված ոգով ներմուծել որոշակի ասորեստանյան կամ միջագետքյան ստանդարտներ։